Փառքնժդեհին շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ հանրությանը, այն զանգվածին, ով իր ներդրումը բերեց Բևեռի ազգային գործունեության շարունակականությանը, ասեմ, որ ձեր ակտիվությունը իսկապես ոչ միայն ֆինանսապես, այլ նաև հոգեպես, բարոյապես սնուցեց Բևեռին, որովհետև մեր գործունեությունը արժանացավ հազարավոր հայերի գնահատականի։ Նորից շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց, ովքեր իսկապես գաղափարապես մեր հետ են, բայց իրոք հնարավորություն չունեցան թե ֆինանսապես կամ հնարավորություն չունեցան տեխնիկապես մասնակցել, ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ուշացել են կամ չի ստացվել, մեր համարները չեն փակվել այսօրվանից, դեռ գործում են, գործելու են եւս մի քանի օր, երբեք ուշ չէ, եթե կա հնարավորություն, ցանկության դեպքում կարող եք կապի միջոցները կան, զանգահարել եւ կատարել փոխանցումները Zelle, PayPal կամ կանխիկ, չգիտեմ։ Ինչպես ձեզ հարմար կլինի, մենք պատրաստ ենք կազմակերպել ձեր ներդրումը ազգային գործին։ Անցնելով առաջ, շնորհավորեմ Քրիստոսի ծննդյան առիթով հայ ժողովրդին եւ անդրադառնամ մի երևույթի, որը մեր նախորդ 3 ռեժիմի գործիքները չեն ունեցել այդ մականունը։ Լևոնը իր մականունն է ունեցել որպես հանցագործ, Ռոբերտը իր մականունն է ունեցել որպես հանցագործ, Սերժիկը իր մականունն է ունեցել որպես հանցագործ, բայց որից մեկը ցեղասպան, այսպես որ ուղիղ, ասենք, մարդիկ հավաքվեն եւ ցեղասպան անվանեն, ասենք, նման անվան արժանացել է բացառապես Նիկոլ Փաշինյանը։ Ցեղասպան համարողները բոլորը արդեն իսկ հասկանում են Բաքվի ազդեցությունը հայաստանյան իշխանության վրա եւ նրանք շատ լավ հետևում են իրական անցուդարձին, անգամ օրենսդրական իշխանությունների կողմից կատարվող նախաձեռնություններին, փոփոխություններին, ասեմ, որ իշխանությունները մշակում են տարատեսակ տարօրինակ օրենքներ, որոնցով արգելվելու է հայ մարդուն միջամտել իրենց ապօրինի գործողություններին։ Անունը դրել են, որ դա միջամտություն է պետության գործերին եւ որը պատժի չափ է ձևակերպելու հայ մարդու համար։ Այսինքն, եթե Նիկոլը ցանկանա Հայաստանը վաճառել կամ նվիրել ինչ-որ մեկին, ու եթե հայ մարդը ընդվզի, օրինակ, դա լինելու է հայ մարդու կողմից պետության գործերին միջամտել, որը պատժվում է ըստ իրենց ստեղծած օրենքի, այսինքն իրենք ստեղծել են օրենքներ, որոնցով մեզ արգելելու են մեր ունեցվածքը, մեր արժանապատվությունը, մեր սրբությունը, մեր տուն ու տեղը, մեր սրբավայրերը, գերեզմանները, ապուպաբերի, ասենք, թողնել թշնամուն, իրենք են պետությունը, իրենք եթե որոշել են դա, ասենք, օրինակ, մի օր Աստված մի արասի արտանանք եւ որոշում կայացվի, որ Սյունիքը այլևս Ադրբեջանինն է, հանգարց մեկը փորձի ընդվզել, պետք է Նիկոլ իշխանությունը իր ոստիկանական գվարդիան հանի, ժողովրդին կոդորի, ու եթե հանգարց ասենք, բայց ինչ ես անում, դա տեսեք, օրենքով նախատեսված է, որ եթե դու միջամտում ես պետության գործերին, դու պետք է պատժվես։ Այսինքն ինքը օրենք է հորինել ինձ պատժելու համար, որպեսզի իր սև գործերը ես չխանգարեմ։ Իհարկե սա նիկոլականն է, սա թշվառը, տկարը, նման մանրամասների մեջ չի խորանում։ Նա սարսափելի կուրացած վիճակում է, նա ես չգիտեմ ոնց նկարագրեմ թշվառին, հասկանում եք։ Այդ տեսակը չպետք է գոյություն ունենա, եւ տարօրինակ է, չէ՞, տարիներ ապրել ենք առանց Նիկոլի, մեր կողքին մեր հարազատները, մեր բարեկամները ապրել են հայրենասեր, ասենք, ընդվզող, պայքարող, ու հանգարց Նիկոլի գալուց հետո շատ մարդիկ բանի են ենթարկվել, էլի, ասենք, հոգեկան, չգիտեմ, ու ընկղվել են այդ Նիկոլի բանի մեջ, էլ ինչ Արցախ, ինչ հայրենիք, ինչ եկեղեցի, ոչ մի բան չկա նրանց համար, կամ մի Նիկոլ։ Ու իրենց թվում է, որ Նիկոլը պատժում է իբր բան է, Կրեմլի ռեժիմին։ Կրեմլի Նիկոլը, հապկի Նիկոլը իբր պատժում է Ռոբերտին, չգիտեմ, Սերժիկին, Լևոնին, հա, Տաշիր Սամոյին կամ Գարեգին Բեին։
ինտենսիվ հայկական եկեղեցին առանց էնել արդեն 4 մասի բաժանված, այսինքն հայ առաքելական եկեղեցի, Կիլիկիո, կաթողիկոսություն, հա, Երուսաղեմինը եւ Պոլսո, այսինքն Թուրքիայինը։ Այն երկու եկեղեցիներն էլ հայ առաքելական եկեղեցուն չեն ենթարկվում, անկախ մասնատվել են, բաժանվել են։ Հիմա ինտենսիվ Գարեգին բն ու Նիկոլը այնպես են անում, որ Ռուսաստանի թեմն էլ անջատվի, ռուսներին նվիրեն, որոնտեղ Կրեմլին ենթարկվի։ Դուք ես ձեզ չթվա, որ ես եկեղեցուն աջակցում եմ Գարեգին բեին։ Չկա տարբերություն իմ համար Գարեգին բեի եւ Նիկոլի։ Ես ուզում եմ, որ այս հակամարտությունը կանգնի, այս տրոհումը, ազգային ուժերը կան իշխանության, հետո նոր այս հարցերը լուծվի։ Հասկանում եք, խնդիրը սա է, ես ընթացքն եմ ուզում կասեցվի։ Եվ Նիկոլը գնում է պատարակների Բենտլիների հետ։ Ու այնտեղ իրեն ասենք մարդ չկա էլի, իր շքախումբն է, իր ուրացողներն են, իսկ մեկ այլ տեղ հազարավոր մարդիկ հավաքված Նիկոլի անունը լսելիս ցեղասպան վանկարկումներով են ուղղորդում Նիկոլի անունը, Նիկոլ ցեղասպան։ Ինչու է Նիկոլ ցեղասպան, որովհետև երբ որ Ալիևը սկսում է խոսել հայի ու Հայաստանի մասին, որի հետ իբր Նիկոլը բան է պայմանավորել խաղաղություն, մեր արժանապատվության, մեր հայրենիքի հաշվին, Ալիևին լսելուց հետո հասկանում ենք, որ այն ինչ որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորել են, դա ցեղասպանություն է իրականում։ Արցախի հայությանը Արցախից դուրս բերելը դա էթնիկ զտում է, դա ցեղասպանություն է։ Բայց սրանք այնպես են ձևակերպում, որ այդ ցեղասպանը մենք ենք։ Այս աշխարհում, Նիկոլի աշխարհում ցեղասպանվող հայը դարձել է հանցագործ։ Մարդիկ ասում են, «Դա ճշտենք, բա ինչի համար տեղի ունեցավ ցեղասպանությունը»։ Ուզում են ոչ թե ցեղասպանին մեղադրել, այլ ուզում են գտնել պատճառներ, թե մենք ինչի արժանացանք այդ վերաբերմունքին, չէ՞։ Հələ դուք պատկերացնում եք, մենք հայ լինելու համար ենք ցեղասպանվել։ Մենք մեր տանն ենք ապրել։ Մեր հողն ենք մշակել։ Մեր տունն ենք սարքել։ Մեզ մեր տան մեջ մորթել են։ Հրեային Գերմանիայում են մորթել։ Հասկանում եք, մեզ մեր տանն են մորթել։ Եթե Հիտլերն ուզում էր իր երկիրը ազատել օտար, ասենք ազգից, ասենք օրինակ հրեաներից, ես չեմ արդարացնում։ Բայց ի տարբերություն հրեաների, մենք մեր տանն ենք ապրել, հասկանում եք։ Ու փորձել հանգարց, բահալա ճշտենք, բահալա անունները չէ, դա արդեն պոռնոգացիոնի մոդեցում է հայ ժողովրդին։ Նման մարդուն աջակցելը, ասենք Նիկոլին աջակցելը կամ այդ իր այդ ԿՊ-ին զառումար է։ Դա նշանակում է բացառապես լինել ցեղասպանի կողքին։ Լինել Թալյաթի, Էնվերի, հա Քեմալի, Ջեմալի, Աթաթուրքի, այսօր այս Ռեջեբի, հա կամ այս Իլհամի, Նիկոլի, լինել դրանց աջակիցը։ Ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Դրա համար չենք ուզում, որ եկեղեցու հանդեպ տեղի ունենա այս արշավանքը։ Այդ որ Գարեգին բն իր տեղում չէ, ես էլ գիտեմ։ Նիկոլը 7 տարի առաջ էլ գիտեր։ Հասկանում եք։ Այն որ Աննան գրգռաճեղքը կարմիր շորով բաց գնացել էր ոտը ոտին գցել էր, որ հատուկ Գարեգին բն տեսնի։ Այդ ժամանակ իրեն գիտեին, որ Գարեգին բն երեխա ունի։ Ուղղակի Փաշազադեն դեռ этап, չէ, այնտեղ մշակած է ծրագիրը։ Этап են հայ ժողովրդին, ասես հյուծում են։ Հիմա այն օրենսդրական փոփոխությունները, որ արել են ու չեն բարձրաձայնում, ու ասենք տկարը չգիտի, ասենք մենք հո գիտենք, դա պահել են այն օրվան, երբ որ իրենք վճռական հարված հասցնել ունեն Հայաստանին, իրենք այդ օրենքից օգտվեն։ Ու եթե հայը ընդվզի կասի, տեսեք օրենքում գրված է։ Այդ օրենքն էլ իրենք գրել է, ու պետք է հրամցնեն, դե տկար կասի, դե լավ, դե որ օրենքով գրած է, ինչ պետք է անենք։ Այդ տկար չի հասկանում, որ այդ օրենքը մարդիկ դիտմամբ, սխալմամբ իր համար մշակել են, որ իրեն կռացնեն ուղղակի։ Այդ օրենքը բան երկնքից չի իջել։ Այդ իշխանությունն է, չէ՞, ձևակերպել այդ օրենքը։ Սա պետք է հասկանանք։ Եվ Ալիևի այս արևմտյան Ադրբեջան թեզը այսքան առաջ տանելը, դա նշանակում է չկա Հայաստան իրենց համար։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։
Կամ Թրամփի ուղու անունը արդեն ասում են պետք է վերափոխել Զանգեզուրի միջանցք, անունել դնել Իլհամի անունով։ Հələ պատկերացնում եք։ Բայց Նիկոլ ուրիշ բան է մատուցում, գրզոնները ուրիշ բան են մատուցում։ Գրզոնները լրագրողը հարց է տալի, ասում է դուք ասենք ինչի եք այսօր այս վիճակով եկել այս պատարակին, այսինքն մերժվածների հետ կարկա զանց, կարկա լույս, չգիտեմ, եսիմ ինչ կարգի, եսիմ ինչերի հետ, ասում դու ինձ իրավունք ունես այդ հարց տաս։ Դա լրագրողի իրավունքն է, դա 4-րդ իշխանությունն է։ Լրագրողը քեզ չի ասում այսօր որ մի սիրուհու ծոցին ես քնել, մարդը նորմալ հարց է տալիս։ Ասում է ինչու ես եկել, դու պետք է ասես։ Կամ ասում ինչու ես գնացել Ադրբեջանից բենզին բերել, օրինակ։ Ասում դու իրավունք չունես, դու պրովոկացիա հարց ես տալիս։ Դա դու գործ ես անում, դա պրովոկացիա չի։ Այսինքն քո բենզին բերելը պրովոկացիա չի, բենզինից հարց տալը պրովոկացիա է դառնում։ Հələ սրանց մտածելակերպը։ Այսինքն իրանք բարից բունի մասով պոռնոգություն են անում ազգի հանդեպ, ու երբ որ դու իրան հարց ես տալի, դու ես դառնում պոռնիկ։ Ինքը պոռնոգություն է անում, իր գործողությունը պոռնոգություն չի, բայց երբ որ դու բացահայտում ես կամ երեսին, ասես, խփում ես երեսին, ասես հələ բացադրի, ինչի, ասում է դու իրավունք ունես, բա լրագրող է, բա լրագրողը դրա համար է, որ քո նման տականքին մերկացնի։ Եթե իշխանությունը դրան աջակցում է, գոնե լրագրողը մերկացնի, մարդիկ հասկանան դու ով ես, գրզո։ Եվ ասեմ հանկարծ չընկրկվեք, եթե վախեցաք ընդհանրապես, իմացեք դուք ոչնչացել եք։ Իմացեք արդեն դուք պետք է պատրաստ լինեք ընդունել Ալիևին։ Իսկ Ալիևը մեզ չի սիրում։ Մինչև հիմա իր ատելությունը խորանում ու սրվում է։ Ինքը թուրք է, ինքը թշնամի է, ինքը ասպետ չի։ Չնայած ինքը գիտի, որ ինքը չի հաղթել։ Եթե հաղթած լիներ, ինքը իրեն հաղթողի պես կպահեր։ Մենք էլ պարտված չենք, բայց եւ մոլորված ենք։ Դրա համար շարունակեք Բևերին աջակցել, որպեսզի ազգայինը կարողանա այս խավարի մեջ ճեղքել առաջ գնալ։ Խնդրում եմ ուղղակի եւ շնորհակալ եմ։ Ձեր այդ հազարավոր մարդկանց ներդրումները կապ չունի չափը։ Սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաեւ սա մարդկային, այսինքն ձեր քվեն բերեցիք Բևերի գործողություններին։ Դուք իրավունք տվեցիք մեզ դիմակայել թուրք նիկոլական հանցավոր գործողություններին։ Շնորհակալություն, շարունակեք աջակցել, մնաք խաղաղությամբ։